Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ Պայստազորի փոխգնդապետ Ռազմիկ Ռուշանյանի։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Ռուշանյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Վաղուց չենք հանդիպել եւ ասելիք կարծում եմ շատ կունենանք։ Պարոն Ռուշանյան, ինչպես եք գնահատում մեր ներքին քաղաքական իրողությունը եւ այն, ինչ որ կատարվում է արտաքին հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանը վերջի ժամանակները բավականին շատ երկրներ այցելեց, մի խոսքով բալանսավորված քաղաքականություն է վարում իշխող ուժը։ Ես ձեր տեսակետները սովորաբար գիտեմ, դուք ավելի շատ եվրոպական մոտեցումներին եք ավելի շատ հարում։ Նիկոլ Փաշինյանը եղավ Չինաստանում, եղավ Ճապոնիայում։ Մի խոսքով ձեր կարծիքը ուր են գնում Հայաստանը։ Կարող եմ ասել մի բառով Հայաստանը տանում են Եվրոպա, արևմուտք, ոչ թե գնում, այլ տանում են։ Նետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը առաջերտին ներքին քաղաքականությունը գիտեք ես ուղղակի չեմ հասկանում, այլ հասկանում եմ, բայց չեմ ուզում արտահայտվեմ իշխանությունների այն պահվածքը, որ ժողովրդավարություն կոչվածը մարդկանց հոգեկան խանգարումների հասցնելն է։ Այսինքն ինչի միջև հիմա դատված չեն այն մարդիկ, ովքեր պետք է դատվեին։ Ինչի միջև հիմա պետությունը, կառավարությունը, եթե ցանկանում է որևէ լավ բան անել, պետք է անպայման մխտրի, ժողովրդական խոսքով ասած։ Օրինակ այդ բանի պոլիկլինիկաներ հիվանդանոցին խոսած հիշում եք։ Առողջապահության նախարարությունը շատ լավ բան արեց, վերջը լսավ մեր խորհուրդը, հիմա արդեն դեղերը պետք է տան ոչ թե ապտեկաներ, բանից, այդ պոլիկլինիկայից, այլ ապտեկայից։ Նույնպես ապտեկա տալիս է սոցիալական քարտը, իրանք քո անունազգանով մտնում է, տեսնում է, որ ինչ դեղեր է, այդ դեղերը տալիս են, բայց գիտեք ոնց է, ես ստուգելու համար գնացի, իմ հնարավորությունը թույլ է տալիս, որ ես ինձ համար դեղ առնեմ, ճիշտ հասկանանք։ Բայց եթե պետությունը ինձ տալիս է, ինձ հասնում է ու տալիս է, ինչու չպետք է օգտվեմ։ Բայց եթե ես օրինակ որոշակի կանխավճար եմ մուծում, համավճար ասած մուծում, այդ ինձ համար ոչինչ, բայց ինչքան մարդիկ կան, որ առհասարակ չունեն կակային ասում, ոնց են համավճար մուծելու։ Այդ չեմ հասկանում, եթե կառավարությունը դու որոշել ես, որ այդ դեղորայքները այդ կատեգորիայի մարդկանց հասնում է անվճար, այդ ինչ համավճարի մասին է խոսքը, որ ապտեկայում այդ մասին խոսում են։ Օրինակ ես գնացի մտա, ինձ համարան ուզում են իմ դեղերի փոխարինողները տային։ Ասում չեմ ուզում փոխարինողը։ Ինչ տվեք, այն ինչ որ գրված է։ Վերջը հասարակ բանը ասպիրին կարդիոից, որ տվեցին 60 դրամ համավճար վերցեցին։ Էլ եմ ասում, հարցը փողը չի, հարցը երևույթն է։ Բանից այդ Ատուրիքսից 240 դրամ համավճար վերցեցին։ Կոնկոր չտվեցին առհասարակ, կոնկորը ես առա, առանցին խանութում։ Որտեղ իմ մոտ հարցանում եմ մի քանի հարց, իմ առաջ։ Ինչի, եթե կառավարությունը որոշել է, որ այդ դեղորայքը որոշակի կատեգորիայի մարդկանց հասնում է անվճար, պետք է համավճարով տան։ Մետո բացատրություն տա, այդ նամակ ես գրել եմ առողջապահության նախարարին, սպասում դրա պատասխանին։ Մյուս մոմենտը ինչի անպայման փոխարինողն եք ուզում կապեք մարդու վզից։ Փոխարինող դեղերը ավելի էժան են։ Ավելի էժան են, հա, համեմատած դրանց ավելի էժան են։ Բայց այդ դեղերն են կառավարության որոշումով ինձ հասնում օրինակ համար կամ մյուսներին հասնում, որ պետք է տան։ Բայց չէ, պետք է փոխարինողը տան։ Եվ բացատրություն կա դրան։ Իմ բացատրությունից մեծ ես չունեմ, չէ, պատասխանը չստանամ, բայց իմ տեսակետը մեծ է, որ ուղղակի իրանք այդ ձևով իրանց մոտ մնացած դեղերից են ազատվում։ Նաև պետությունից գումար են վերցնում։
Հաջորդ հարցը ես մարզային բուժվարության պետին հարցնում եմ Տեկեն Կտրակյանից, թե ովքեր են օրինակ տալիս թույլատվություն, թե որ ապտեկաները կարան այդ գործով զբաղվեն։ Նախարարությունը, լավ նախարարությունը։ Բայց եթե մարզպետարանը չի զբաղվում, չի վերահսկում, նորից եմ հարցը դնում, ումն է պետք է այդ մարզպետարանները, չի ռադանեկցրեք։ Միջև հիմա արտաշատում տվել են 2 հատ ապտեկա հետ իրավունքը, երկուսն էլ նույն մարդուն է պատկանում։ Տվեք բոլոր ապտեկաներ, ինչի ես պետք է արտաշատի ընեմ գնամ հասնում են մյուսները, որ դեղը ստանամ, երբ որ իմ կողքետ 2 հատ ապտեկա կա։ Ես չեմ կարում քայլեմ, ողնաշարից ցավից կսկվում եմ։ Ինչի համար։ Հիմա այդ հարցերի նամակը դուք Հիմա իշխանությունները, հա, այդ ցավ գա։ Հիմա հարց հետևյալն է, իշխանությունները այդպես պահվածքով մարդկանց հասնում են հոգեբանական ծանր վիճակի։ Եթե իշխանությունը դա անում է, անունը դնում է որպես ժողովրդավարություն, կներեք ինձ ուրեմն սա ավելի լավ է, որ ժողովրդական դիկտատուրա ալի։ Բայց կա մախնուն գա։ Որտեղ դե չի լավ, դե չի կարելի։ Դրանց էլ օգտվում են հակառակորդները այդ երևույթից։ Վերջերս ես տեսա մի հատ բան նկար ադրբեջանական ռազմական զինվորական հագուստով, մի հատ զինվորականի առանց գլխի կողքից այդպես էր գրած տակը, մի ջահել աղջիկ էր ուղարկել Facebook։ Ադրբեջանական զինվորականները աղափանում։ Ես ուղղակի մեծ պատասխան գրեցի, ասի այ բամբաշի։ Ավելորդ տեղը ժողովրդին։ Իսկ բամբաշի ասի վայ են տունը, որ դու հարց կգնաս։ Համ քո տունը կքանդես, համ էլ հարևաններիդ։ Հասկանեք։ Այդ իշխանության թերությունն է, թուլությունն է, որ այդ ձևով, այդպես հասարակ բաներով մարդկանց հասնում են ինֆակտ դուրա։ Կենես ներսամն ասում է, ռազմիկ ասում է ճիշտ է, ասում է, որ արդեն բանը ադրբեջանցիները ղափան են մտնում։ Լավ եք էլի։ Դա իշխանությունների թուլությունն է։ Իբր թե ժողովրդավարությունն է։ Իսկ Հայաստանը գնում է բան, արևմուտք, Եվրոպա, դրանում ես կասկած չունեմ։ Հայաստան չուզենայր, Նիկոլը չուզենայր, մազերից ականջից բռնած կտանեն։ Գնում ենք, իսկ Չինաստան, Ճապոնիա, այդ այցերի մասին ինչ կարող եք ասել։ Ված չի որ գնան Չինաստան էլ, Ճապոնիա էլ, Հարավային Կորեա էլ, Հարավային Աֆրիկյան Հանրապետություններ, վայ Մոնղոլիա էլ, ես չգիտեմ, Նեպալ էլ, որտեղ գնա, ված չի։ Հայաստանը պետք է իր կապերը ընդլայնի։ Ուղղակի ես չեմ կարող հասկանամ, երբ որ մարդիկ ընկնում են աժիոտաժի մեջ։ Մի բան էլ ասեմ, դուք նկատել եք, որ երբ որ Ալիևը բերանաբացման մի հատ բառը ասում, ու վсё ամիսներով էդի քննարկվում է, մեկ էլ մյուս, նաև ձեր մոտ, մեկ բան։ Բայց մեծ հարց տամ։ Ալիևը ամսի 20-ին, օգոստոս թե 21-ին հայտարարեց, որ Արցախի հարցում կատարված շրջափակումից միջև էթնիկ զտումը պայմանավորված է Մոսկվայի հետ։ Ինչի՞ց հարցում մի հատ ոչ խորհրդաբաներ թե քննարկում անցա, ոչ մեկ էլ, ոչ մի բան, լրություն։ Ինչն է պատճառն ու Ալիևն էր ասե։ Թե Արցախներն դա չի հետաքրում, ընդդիմադիր ուժերին չի հետաքրում։ Կարաք ինձ բացատրեք։ Իսկ դուք ինչպես եք բացատրում։ Որն է պատճառը։ Որն է պատճառը։ Դեռ չտացան քննարկել։ Այնա Ալիևի ցանկացած բառը Հայաստանի դեմ ուղղված կդարձնի խոցակցության մոտ մարդկանց հոգիները ներվերը կուտեն։ Հիմա դուք ասում եք, որ նշանակություն չի տալիս, բայց այդ նույն հանրությունը շատ ու շատ իր հետևում է Նիկոլ Փաշինյանի գրառումներին, պարոն Ռուշանյան։ Գրառումներն էլ վարչապետի դառնում են քննարկման թեմա։ Տեսեք, այսօր ինչ արել վարչապետը, փաստորեն հրապարակել է պողպատե մանդատի լուսանկարը, երկաթե մուրճը, իսկ ինքը ետևում նստած աշխատում է։ Ինչպես կբացատրեք, ինչի մասին է սա։ Դա հերթական մանիպուլյացիան, ընտրություններ պետք է այդպես իրանց շեշտա կարող է մի քիչ էլ
փորձի եւ իր թիմի ներսում եւ առհասարակ երկրում մեկ քիչ կարգ կանոն հասնել, բայց ընդհանրապես ինքը նրանք խաղեր են, ես չեմ հավատում իրան։ Չեմ հավատում։ Իսկ ընտրություններում շանսեր ունի իշխող ուժը նորից անցնել։ Ընտրվելու։ Այո, ընտրվելու, վերընտրվելու։ Կանտրվի, բայց ոչ այդ ձևով։ Իսկ ինչ ձևով։ Այդքան շատ ձայն չունենա ինքը։ Սահմանադրական մեծամասնություն ձայն չունի։ Ստիպված պետք է լի կամ նորից ընտրություններ անցկացնել կամ ինչ-որ մեկի հետ գնան համագործակցության։ Իսկ ով կգնա համագործակցության Նիկոլ Փաշինյանի ուժի հետ։ Ինչ չէ, ես համաձայն եմ, որ Եվրոպամետ ուժերը գնան իր այդ համագործակցության։ Համաձայն եմ։ Բայց Եվրոպամետ ուժերը, ենթադրենք հանրապետություն կուսակցությունը եթե գնաց, ինքն իր ծրագրերն ունի, չէ, որով գնում ընտրությունների։ Ինքն իր ծրագրերից պետք է կատարի։ Իսկ ինչ վատ կլինի, որ հանրապետություն կուսակցության տնտեսական ծրագրերը իրականանան։ Ինչ վատ կլինի։ Այդ դեպքում ինչ կասեք Սամվել Կարապետյանի ձևավորվող թիմի հետ, ընդ որում Արա Աբրամյանն ասում էր, որ լավ թիմ է պետք Փաշինյանին հաղթելու համար, եթե լավ թիմ չունենա, Սամվել Կարապետյանը հաջողությունների չի հասնի։ Գիտեք ոնց, Սամվել Կարապետյանը իր որդին մեկ էլ մյուս խոսալուց առաջ պետք է թային բանակ ծառայեն եւ կռվեն Արցախի համար։ Ու ոչ թե կանգնեն մեծ խոսալ։ Այդքան բանը ժողովուրդը հիշելու է։ Ով են էլ իրանք, թե ոնց են իրանք մերերի պես հետակ պակվե, ժողովուրդը գիտի ու հիշեցնելու է իրանք։ Այդ ինչ որ ասում են մեկ մեծ այդ հարցախուհներ, որ անում են այդքան տոկոս ձայներ բան, իրանք իրաց մեջ են անում, ինչ։ Թողան է։ Իսկ չեք տեսնում, որ այդ նոր ուժը կարող է ձևավորվել։ Ոչ, ես չեմ տեսնում։ Ինչու՞։ Պատճառը որն է։ Մարդիկ եւ ֆինանս ունեն, եւ ռեսուրսներ ունեն, եւ բարեգործություններ են կարողանում անել, այնպես չի որ։ Ես չեմ տեսնում։ Դրանք ավելի շատ խոսացողներն են, ճճացողներն են։ Ձեր մոտ ես որ նստած էի, տեսա Վիգեն Բաբուրյան իր գիրքը, որ վաճառքի է։ Մատ ինձ հետաքրքիր հարց է հետաքրքրում, էլ այդտեղ։ Ուրեմն գիրքը տպվել է Տիգրան Մեծ հրատարակությունում 2024 թվականին։ Մեջը կա այդպես աթայություն։ Գրքի վաճառքի ամբողջ եկամուտը հեղինակը փոխանցելու է Լեռնային Ղարաբաղից գաղթածներին։ Հիմա հարց։ Ստեղ գորում են Արցախ, իսկ դոկումենտներով մեկ էլ մյուս Լեռնային Ղարաբաղ։ Կբացատրեք ինձ այդ տարբերությունը, ո՞նց է տենց ելնում։ Բայց այդտեղ Արցախցին է մեղավոր, դա Արցախցու մեղքը չի, պարոն Օշանյան։ Լավ եք էլի, լավ եք։ Ուղղակի Տեկին Մարի, ես շատ եմ հարգում։ Պետք չի մտածել, որ մարդիկ չեն հասկանում։ Ես մի հատ Արցախաշենում ծառայելու ժամանակ առասարակ Հայաստանում պատերազմի ժամանակ, որ շրջանը որ լինում է գյուղերում, նկատում եմ այդպես մի բան։ Գյուղացիներից որ խոսում էր, չէ, գլուխները տմտմբացում են, համաձայն եմ։ Բայց հենց գնում հետև ասում են, այդ հիմարն ով է։ Այնպես որ հիմա հայ ժողովուրդը տմտմբաց են գլուխը, հա, բայց որ չեմ ասում այդ հիմարն ով է։ Հիմա ինչ եք ուզում դրանով ասել, Արցախի հարցը փակված է։ Արցախցիների հարցը փակված չի, փակված է Ղարաբաղցիների հարցը։ Մենք այդ ուրիշ հարց տամ։ Արցախի հանրապետությունը լուծարված է։ Ճիշտ է։ Արցախի հանրապետության դեպ ասենք ամբողջ ղեկավարությունը ստե է։ Նրանք ինչի ղեկավարներ են։ Այսինքն դուք եք ամենալավ ճանապարհը ցույց տվեց Շիրինյանը։ Հəmə լուծարվի, եթե իրոք դուք Արցախի Արցախցու մասն եք մտածում եւ ոչ թե որ կոչվեք Արցախի նախարար, թե կուտակը ոչ մի բան չկա, բայց Արցախի նախարար լուծարվի կրադներից քաշեք, ինքն այդ կազմակերպեք, թող ժողովուրդը մի 7-9 հոգի մարդ ընտրի, որոնք որ ռուսամետներ չեն, այդան Բրյուսելում կլի, Ստրասբուրգում կլի, նստեն այդ հարցով զբաղվեն, ու ես համոզված եմ, որ հայկական կառավարությունը եւ դիվանագերական եւ քաղաքական օժանդակություն ցույց կտա։ Տակից ուղղակի։ Բայց չէ այդ բաները ինչի համար է։ Հայ եկել են։ Արցախ, Արցախը, մենք վերադառնում ենք Արցախ, մեկ էլ մեկ։ Գնա վերադարձի։
Ինքներդ իրանց ձեռով քանդում են իրանց տունը։ Դա իրանց։ Բայց իշխանություններն էլ այս պահի դրությամբ նպատակահարմար չգտնվում Իշխանությունը չի պետք է նպատակահարմար ասում են խաղաղություն լինելու համար Արցախի մեզ հարկավոր է ուժեղանալ, հզորանալ։ Տիկին Մարի, ժամանակ է պետք։ Մեզ ժամանակ է պետք։ Այո, ժամանակ է պետք։ Իսկ այդ ժամանակը եթե այնտեղ աղմուկները արցախցիներ, չէ, իրոք ցանկանան ու կանեն անես, որ կոժանդակեն, ոչ թե մի շարունակել ասեմ, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները լարվածեն, Աղալազով Եսիմեշ վարդեն դեղսեցին լարել կալանավոր չէ, ադրբեջանցիները համախմբան, Ադրբեջանի դրոշ էին բարձրացնում, իսկ մեր հայերը հակառակնդից, օր ինչ կանում, բա որ դա մեզ ուտեն։ Այդ ենք մենք միջև չհասկանանք, որ իրոք միասնությունն է պետք, բայց միասնությունը պետք է լինի պետականության, երկրի անկախության անվտանգության շուրջ բոլոր առումներով, բոլոր։ Մենք չենք կարող զարգանանք, բայց ես համոզված եմ, եթե մենք մի 10-15 տարի հիմնանք խաղաղ վիճակ, Հայաստանը այն աշճանի կզարգանա, արդեն որ այդ բոլոր Արցախի հարցն է, եկել մյուս, Նախիջևանի հարցն է, Վիրսոնյան պայմանագրի կատարման հարցն է, Հայաստան իշխանությունները ինքը կբարձրացնեն։ Հիմա մեզ հարկավոր է ուղղակի ժամանակ ոտքի կանգնենք։ Իսկ այդ մարդիկ, որոնք ասում են, «Ըտես չդավա հիմա ով»։ Իրանց թորնագնաց է կրվել, թե իմ թորը։ Իրանց թորնազով է, թե իմ թորը։ Փաստորեն ժամանակավրեպ է դեռ Արցախի մասին խոսել։ Այո, ժամանակավրեպ է։ Արցախցին պետք է ընդեղ զբաղվի հանգիստ բարձրաձայնելով։ Հարց չկա։ Բայց թույլ տա իշխանություններին։ Տիկին Մարի, Ադրբեջանում գոյություն ունի այն ասենք արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը, ճիշտ է։ Ցավոք կա։ Ցավոք է թե անցավոք է հարցը այդ չի։ Էշն էլ պարզա, որ իշխանությունն է նրանց ռուլ է տանում, ճիշտ է։ Բայց մի անգամ տեսել եք, որ հանուն արևմտյան Ադրբեջանի ընդդեմ այդ իշխանությունները ընդդիմադիրը լինեն ոտի բողոքի։ Չկա նման բան։ Չէ, իշխանափոխություն պահանջեն, չէ։ Հիմա հարց, իսկ ինչ են ստեից պահանջում։ Պահանջում են ինչի։ Իշխանափոխություն, դավայ Արցախը գնանք վերցնենք, իսկ այդ ասոնեն ասած սերիկաներ, ձեր երեխեքը թողները գնացել են կրվել են երբևէ։ Լավ, կհետևենք ամեն դեպքում Արցախի հետ կապված շարժումներին, կհետևենք թե իշխանությունները ինչ են ձեռնարկում։ Հիմա անդրադառնանք այսպես կոչված Սյունիքում ինչ է կատարվում, պարոն Ռուշանյան։ Ինչա։ Սյունիքում ինչ է կատարվում։ Ոչ բան չի։ Ալիևը շարունակում է Զանգեզուրի միջանցք ասելը։ Թողոս այդ նոր մեծ հաշտվեց, այդ ոնց է Ալիևը հայտնել է, որ Արցախի շրջափակման, վրան հարձակման, տեղահանման համար ինքը պայմանավորել է Ռուսաստանի հետ։ Այդ մասին չեք խոսացել, իսկ կես լուրը, որ Սյունիքում, Սյունիքում ունեցա, շարունակում եք քննարկել, Տիկին Մարի, ինչի համար։ Կարաք ինձ ասեք։ Դե հիմա ուզում եմ հասկանալ, եթե ասում եմ միջան։ Կերտիկին ինչ պատասխանեմ։ Ում համար է անում այս ամենը Ալիևը։ Այդ ամենը չէ, արվում է, որպեսզի մեր ներքին ընդդիմությունը այդ աղմուկաղակցի ներքին վիճակը լարի, մարդկանց հոգեկան հիվանդության հասցնի։ Ուրիշ ոչ չի։ Ասում են Նիկոլ Փաշինյանին էլ թուղթ է պետք, որ ընդամենը մեջը գրված լինի խաղաղություն եւ դգնան դրանով ընտրություններ։ Դե չեն ասել, որ ես ընտրվել եմ Ամերիկայի նախագահ։ Ինչի՞ չեք պահանջում, որ ստանում Ամերիկայի նախագահի պարտորեն դատում։ Եթե այդպիսի բան լիներ հիմա մենք ամեն դեպքում ինչ է կատարվում Սյունիքում։ Ճիշտ ուղու վրա ենք, ճիշտ ենք ամեն Ոչ բան չի կատարվում։ Միացյալ Նահանգները արդեն Թրամփի ուղու համար այդ գործընթացում ամերիկացիները գալիս են արդեն այստեղ 2-3 օրվա ընթացքում ստեղ կլինեն, կասկածեն արդեն դետալային բանակցություններ իրավական եւ ֆինանսական հարցերով ու կսեն աշխատանքը։ Այսա ուղղված է դրա դեմ, որ դա չլինի։ Այդ Ռուսաստանի ծրագիրն է, խնդրեմ, մարդիկ շարունակում են կատարել։ Այդ քննարկումը էլ Ռուսաստան ջրաղացին ջուրացնելա։ Իսկ Ռուսաստանը այդպես լռությամբ հետևելու է, թե մենք ինչ ենք անելու, թե մեզ անպայման կխանգարի։ Ինչ էլ է։ Ռուսաստանը հիմա լռությամբ հետևելու է, մենք ինչ ենք անելու։ Դե ինքը խանգարում է։ Ինչպես է խանգարում։ Չի կարա պարտված խոսա, տակամատ այդ ուժեր միջոցով խանգարում է։ Օգտագործելով մեր ներքին ռեսուրսները։ Տակամատ իրագործանում է։ Այդ մեր հայերի միջոցով։ Մեր մեկ էլ ենք հնդեց ավել պակաս խոսալով, ավելի դուխ տալով այդ մեր հայերին ստեղ։
չեմ ասում արցախցիներին, Ղարաբաղցիներին ու մյուսներին։ Իսկ ինչ պետք է անենք, պետք է համախմբվենք, որ կարողանանք այս մարտահրավերին դիմակայել։ Դրա լինելու համար մենակ հարկավոր է մի բան, մոռանալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, Ճապոնիա, Մարսը, հայ ենք, վсё, մեր շահերից պետք է գործ անենք։ Զինվենք։ Օդա Ռուսաստան, նաև զինվենք, բայց առաջերտին արդյունաբերություն զարգացնենք, գիտություն զարգացնենք, տեխնոլոգիաներ զարգացնենք։ Իսկ այդ որտե՞ն է այդ բոլորը։ Ընդդիմադիրները հիմա կարծես թե բանկրոտի մեջ են, այսպես է որակավորում Հայկ Կոնջորյանը։ Դուք էլ բանկրոտի մեջ են։ Այն որ բանը ընդդիմադիր ուժերը բանկրոտի մեջ են, դա բոլոր համար էլ պարզ է։ Ընդ որում իրենք էլ նաև ընդդիմադիրները կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին միավորվելու եւ պայքարը շարունակելու։ Բայց ում համար միավորվել, ում բերել իշխանության։ Թող խոսան պարզ, ինչ են ուզում անեն, թող ասեն, խի չեն ասում։ Իրանք պետք է ասեն Ռոբերտ Քոչյանի, Սամվել Կարապետյանի, մյուսին բերենք, դրանք ովքեր մենք գիտենք։ Ռուսաստանի հետ ելնենք, իսկ ինչ է Ռուսաստանի հետ ելնել, դա գիտենք։ Դրա համար չեն ասում։ Դրա համար չեն ասում։ Ընտրություններին կհասնենք, պարոն Ռուշանյան, թե արտահերթ կլինեն ընտրությունները։ Չէ, ինձ թվում է ընտրությունների կհասնենք։ Ընտրություններ կհասնենք այս թվում է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գործողությունները այս պահին, այս դրությամբ ձեզ բավարարում են, ինչ որ ինքն է անում։ Ոչ։ Հատկապես ինչ է։ Ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության ինչ են բավարարում։ Ներքին արդեն հասացի, իրավ գործնեության պատճառով հոգեկան խանգարումներ ստանում մարդիկ, փոխանակ իրոք են իր ասած են պողպատե չագուջը աշխատեր։ Դե հիմա արդեն ժապավենով դրել են այսօր սեղանի։ Դե բայց նայեք հələ պողպատե չագուջը, թե փուչիկի չագուջը։ Մատետել նայեք։ Արտաքին քաղաքականությունը հապկից բեկի շուտվանից դուրս եկածնեինք։ Այնա մեր ավտոները 600 ավտո կանգնած է վերին լարցում, ինչի յատմից դուրս չի գալիս։ Մինսկի խումբը լուծարեցինք։ Հա? Մինսկի խումբը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մինսկի խումբը ինձ այնքան չէ տակրում։ Ազնվորեն խոսան ինձ այնքան չէ տակրում Մինսկի խումբը։ Մինսկի խումբը հենց է խոսում էր առանց ուժի հարցը լուծելու մասին։ Առանց ուժի լուծվավ, ինչի ոչ բան չարեց։ Չէ, ինձ Մինսկի խումբը չէ տակրում։ Էլա չրած մի հատ։ Իսկ եթե սահմանադրությունը փոխենք։ Ինչա՞։ Սահմանադրությունը փոխենք։ Սահմանադրությունը, եթե հիշում եք, մենք սահմանադրության մասին ես օրինակ խոսացել եմ 16-17 թվականներից սկսած։ Այո, սահմանադրությունը պետք է փոխվի։ Բայց հիմա կարծես թե պահանջ ենք կատարում, եթե փոխում ենք։ Ում պահանջը։ Էլի Ալիևի, լավ եկելի։ Եթե մենք 15-16 թվականներից գոռում ասում ենք սահմանադրությունը մի ընդունեք 15 թվականին, ընդունել եք լավ, հարկավոր է փոխել։ Այն ժամանակ Ալիևը ինչ էր ասում։ Բան չէր ասում։ Բան չէ՞ եմ Ալիևի խոսքը մեջ բերում։ Լավ եկելի։ Այդ լրջություն չի, լրջություն։ Սահմանադրությունը պետք է փոխել։ Այո, պետք է փոխվի։ Դա մեր համար անհրաժեշտ։ Հատկապես ինչի համար։ Ինչա՞։ Հատկապես ինչի։ Ինչի է մեզ պետք։ Անդամից եթե թողնեն, ես կառաջարկեի, որպեսզի այդ համակարգը մնար, բայց նախագահն էլ ընտրովի, որ երկու իրավահավասար կողմեր լինեին։ Նախագահն էլ ժողովուրդը ընտրելով նախագահն կստանար այնքան իրավունք, ինչքան որ վարչապետն է ստանում։ Բայց ես համոզված եմ մի բանում, եթե ազգային ժողովը ընտրություններում հաղթում է X իշխանությունը, բանը կուսակցությունը, ազգային բան այդ նախագահի ընտրությունում կհաղթի անպայման Y կուսակցությունը, որ կբերի շահերի բախման, համատեղ աշխատանքի երկրի զարգացման։ Բայց ամեն դեպքում ինչքան էլ մենք չենք ցանկանում Բաքվի այս հայտարարություններին անդրադառնալ, բայց Ամիր Բեկովն էլ է չէ հայտարարում, որ գայուն խաղաղության համար պետք է գնա Հայաստանը լուրջ փոփոխությունների, եւ նրանք պնդում են այդ սահմանադրության փոփոխությունը։ Տիկին Մարի, վերջնակ այդ խոսակցությունը, հա։ Իրանք շատ բան են պնդում։ Հետո ինչ։ Բայց իրանք հարցը մյուս կողմն է, իրանք ո՞րտե են պնդում։ Դե իրանց տանը նստած են պնդում, որպեսզի խառնվում են մեր գործերին։ Ես դեռ հայտարարեմ, որ ես ընտրվել եմ Ամերիկայի նախագահին, ինչի այդ հարցը չեք դնում Ամերիկային քննարկման։ Ինչի՞ դե չեք հայտարարում, ստեղ քննարկումներ չեք ստում այդ հարցով։ Ուրեմն ինչ որ Ամերիկայից են քննարկումներ։ Ուրեմն ինչ պետք է արվել, որ այդ հայտարարություններին ուշադրություն չդարձնեն։ Ինք իրանք ասելու են, ուղղակի արհամ արեք, թքած ունեցեք։
արհամարեք։ Դե ասում են մի արհամարեք, հակառակը պաշտոնական մակարդակով այդ հայտարարություններին արձագանքեք։ Հանրությունը դրան է սպասում։ Պաշտոնական հայտարարություններ։ Պաշտոնական հայտարարությունները ստիպված են լմանելու, որտեղ հենց է քննարկում են, Ալիևը ինչ ասեց։ Նրանք ստիպված մեկ պատասխան տալիս են։ Եթե արհամարեք Ալիևի խոսքերին, հավատացեք ընդես պատասխան չի լեցածքի։ Շատ բարի։ Լավ եք ասում, պարոն Ռուշանյան, փորձենք անտարբեր լինել, ինչպես դուք եք ասում, բայց իրոք անտարբեր, Ալիևը շատ բան կարա խոսա։ Շատ բան կարա բայց միայն չի խոսում, գործել է անում, չէ։ Հա? Բայց բացի խոսելուց գործել է անում։ Գործ անելը, բայց իր խոսածները չի բան, ոչ թե իր խոսածները ասածները իրականություն դարձնել, այլ լրիվ ուրիշ արտերով։ Ինքը գործ անում։ Իսկ մերոց, երբ որ այդքան քննարկում է գնում, չէ, անձամբ իմ տեսակետն եմ ասում։ Իշխանությունը ասում է, վայ, ժողովուրդ, մեր ժողովրդավարությունն ասպես չի, որ թեկած ունենա մարդկանց տեսակետի վրա կներեք արտահայտության համար։ Ստեղ արդեն ասում եմ, վայ, արա ժողովուրդը այդ հարցը քննարկում, դες մեր ընտրությունների հարցերը կարգավորելու համար, դավայ հայտարարություններ անենք։ Արդեն մարդկանց աշխատանքային ժամերը տրամադրում են այդ ուղղությամբ, եւ ոչ թե այն գործառույթին, որոնք իրանք պարտավոր են անելու։ Պարոն Ռուշանյան, երրորդ ուժը տեսնում եք Հայաստանի Հանրապետությունում։ Ձևավորվում է երրորդ ուժը, նոր ուժեր, նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր ծրագրեր։ Ну, ես տեսել եմ, կարդացել եմ Արամ Սարգսյանի ծրագրերը, բայց հələ մյուսներին չեմ տեսել, չեմ կարդացել, երբ որ երևի ընտրությունները կսվեն, իրանք ծրագրերը իրանք կգրեն, հասու կլինի, կարդանք, նոր խոսանք, իսկ մա ես չեմ կարող խոսամ, իսկ նոր ուժերի, նոր բևեռի կայանալու հարցում իշխանությունների արդեն ամեն ինչ անում է, որ չլինի։ Ընդդիմադիր ուժերի հետ միասին, դες կոչված ընդդիմադիր, ամեն ինչ անում է, որ չլինի։ Դրա համար ժողովրդին մնաք մի բան կասեմ, չէ՞ ժողովուրդ, գալիս է ընտրություն, գնացեք ընտրություն արեք, բայց իմացեք մի բան, հələ հայ ժողովրդի մի մասի շատ սիրելի պապա Պուտինը ժամանակին ասել է, 2 ժամկետից ավել ղեկավարի դեպքում արդեն մարդ հոգան հիվանդություն է ստանում։ Այդ ինքը ասել է 2002 թե 3 թվականին։ Հիմա ինքն ապացուցում, որ քանի որ 2 ժամկետից ավելի է ղեկավարում, իրոք արդեն հոգեկան հիվանդ է դարձել։ Պարոն Ռուշանյան, դուրս գան կարճատև գովազդային դադարի եւ եւս մեկ հարց ունեմ, որից հետո կշարունակենք մեր զրույցը եւ կամփոփենք հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար, հետեւեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Բայց քաշումա։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Ռուշանյան, Թուրքիան եւ Հայաստանը հաջորդ շաբաթ պատվիրակությունների մակարդակով կհանդիպեն։ Սա փաստորեն առաջի այդպես պաշտոնական հանդիպումն է լինելու եւ հատկապես կարեւոր է, քանի որ սա կարևոր է Միացյալ Նահանգներ, Հայաստան, Ադրբեջան այդ նախաստորագրության հետ կապված։ Ինչ կարծիքի եք, ուր են գնում Թուրքիայի հետ։ Բայց այդ կարևորի մեջ ինչու չմտցրեք հենց Թուրքիան էլ։ Նաեւ Իրանին։ Այդ կարևոր է բոլորի համար։ Ճանապարհների բացումը դա նշանակում է աշխուժ առևտուր, դրանից օգտվում են բոլոր երկրները։ Ամերիկան քանի որ պապայություն անելով, քյոխվայություն անում այդ հարցում, բնականաբար ինքն էլ պետք է օգտվի։ Ինչի՞ մասնախոսքը։ Բայց այդ նորից եմ ասում, ինձ հարկավոր է որպեսզի ճանապարհները բացվեն, դրա շնորհիվ մեր արդյունաբերությունը կզարգանա։ Իսկ ով էլ որ ասում է, վայ, Թուրքիան տնտեսապես Հայաստանը կկլանի, կներեք էլի։ Չեմ ուզում այն շաբլոն արած խոսքերն ասեմ, որ կլանողը սահմանը փակ չէր բայկված էր։ Անեն մատին լավ։ Մեր գործարանները թող մատ կարգին ապրանք արտադրեն։ Հասարակ բան, կնոջս երևի մի 7 ամիս առաջ էր գնաց լաթիկ առավ իր համար։ Հայկական։ Ընդեղ կար ռուսական, թուրքական, մեկ էլ մյուս, բայց ինքը հայկական էր առել։ Ու ամենաթանկներել է։ Եկա մի շաբաթ հետո այդ լաթիկը փոխվավ։ Գնաց թուրքականն առավ, հետո բան հայկական բան է ամենաէժանը հենց այդ թուրքականն էր։ Թուրքականը առավ, միջև հիմա հակնումա ոչ մի բան չի մաշվել։ Հիմա հարց։ Եթե մեր գործարանները գոռում ասում են, որ վայ, բանը մենք արդյունաբերություն չունենք, Թուրքիան մեզ բան կկլանի, եղբայր, ստեղծի նորմալ ապրանք արտադրի, ոչ թե հազիվ փողի հետևից, հազիվ ընկնեք փողի հետևից։ Դուք նաև շեշտեցիք, որ լարսում մեքենաներ են, մեր մեքենաները լարսում կար են կանգնում։ Որտեւ եթե բանը Ռուսաստանն ասում է դու հետ պետք կանգնի Թրամփի ուղոց։ Դրա համար պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա։ Ուրիշ ոչ մի բան։ Ինչ ունենք ԵԱՏՄ-ում։ Ասում է դեռ չենք հասցրել լրիվ գործերն ավարտել, որ հասնենք արևմուտքի ստանդարտին, կներես ով է մեղավոր, դու ես մեղավոր։ Հիմա էլ ես դու մեղավոր, ուշացնում ես։ Հիմա էլ ես դու մեղավոր, ուշացնում ես այդ գործընթացը։ Հիմա ասում եք Միացյալ Նահանգները պետք է իր պապայությունը անի, իսկ Ռուսաստանը ինչ պետք է անի, հատկապես եթե Լավրովը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների միջնորդության նախաստորագրված այդ խաղաղության պայմանագիրը պետք է ժամանակի փորձությանը դիմանա։ Կներեք, Տիկին Մարի, բայց պետք է ասեմ 1000 ներողություն խնդրելով այդ ռուսական ձիու խրխնջոցը մի ասեք էլի, այնի խրխնջում է, բայց ուժ չունի, ոչ բանը չի կարալու անի։ Ուժ չունի, ոչինչ չի լինելու։ Նրա միակ ուժը մնացել ասել, որ քիչ թե շատ են թուլափայ կտեսնած առաջ, որ Հայաստանը խառն իրար, ուրիշ ուժ ինքը չունի։ Հա, գազը կտրի, մեկ էլ մյուս 90-ականներ Արցախի պատերազմանակ 4-5 տարի գազ չենք ունեցել, լույս չենք ունեցել, չենք ապրել, չենք կռվել, չենք հաղթել։ Հուսահատվել պետք չի։ Հա? Հուսահատվել պետք չի։ Պետք չի հուսահատվել։ Առհասարակ կյանքում չի կարելի հուսահատվել երբևիցե։ Հուսահատվելը ոչ մի կարիք չկա։ Հիմա որ որոշ մարդիկ վայնասուն են բարձրացնում, նրանք Ռուսաստանի ծառաներն են։ Հակառակը, երբ Ռուսաստանը ըստից ռադը քաշեց, իսկ երբ որ արդեն բանը Ամերիկան լրիվ ստեղ իր պապայությունը անել, Ռուսաստանը ուզի չուզի ռադը քաշուրել վերջնական էթա։ Էդի
Ռուսաստանի համար դժոխքի կրակի մեջ վարվել է։ Արդեն դժոխք կրակ Իրանը հասել։ Մենք տեսնելու ենք դա։ Հա։ Մենք տեսնելու ենք դա։ Կտեսնենք, համոզված եմ կտեսնենք։ Շատ չէ, մի 5-6 տարի կապրենք, կտեսնենք։ Շատ բարի, պարոն Հուշանյան, կարծում եմ այս ներքաղաքական եւ արտաքին հարաբերությունների հետ կապված մենք ամեն ինչի մասին գրեթե փոքր հասցրեցինք խոսել։ Հիմա ինչ կա ձեր կազմակերպությունում։ Դուք դիմումներ ունեք, նամակներ ունեք գրված։ Մեր նամակներն ուղարկել ենք, պատասխաններ չկան, երևի չեն հասել ստանալ։ Այդ ամբողջ ընթացքում ես մի քիչ շատ էի զբաղված իմ առողջական հարցերով։ MRT-ի գնացի զոնդավորում։ Լսին, մի քիչ առողջական մոմենտը այն չի։ Ինձ էլ նեղում են ընտանիքի անդամներն էլ, թե առողջան նայի, ամեն ինչ թող առողջան նայի։ Ես տեսնենք պատրաստում եմ սեպտեմբեր ամսին գնամ հիվանդանոց պարկեմ ներվերիս պահով, մանավանդ որ MRT-ի մեջ որոշ տվյալներ կան, որոնք որ հիմք են տալիս, որ անպայման գնամ պարկեմ։ Աշեն, լավ կլի։ Այսինքն նորությունների կսպասենք, երբ որ դուք մի փոքր լավ կլինեք։ Նորություններ, հիշվեք անցած տարի նոյեմբերին, երբ որ այդ մասին ես խոսացի, մի քանի ամիս հետո առաջին մի ամսվա ընթացքում, թե ամիսու կեսվա ընթացքում պարտքերը մարեցին ու դրանից հետո ցես փոփոխություններ եկա, չէ՞։ Մի 7-8 ամսվա ընթացքում։ Դե բավականին մեծ աղմուկ բարձրացավ ձեր հաղորդումից հետո այդ հիվանդանոցի հետ կապված։ Հիմա կլինի, բայց ոչ թե կարող է աղմուկ չբարձրացնեն մարդիկ, բայց դրա փոխարեն, երբ որ համոզված են, որ դատական գործեր սկսեն, արդեն այն ժամանակ տեղից իրար կգան։ Բայց դրան նորից վերադառնանք այդ կուրտալուն, ուրեմն թեմու էր ինչ էր, իմ ինտերնետ ընդեմ, իմ ինտերնետ ընդերից էր տունս միացրած, մեր յուղից մեծ յուքոմում աշխատող աղջիկ կար, դա ժարադնեք ասեց, յուքոմին էլի գրվի, ասի լավ ասի ծրասի տարին լրանա, ասի, պամնագրի ժամկետը, էլ չեմ ավելացնի, ձերից գրվեմ, գրվեցի, և հավատացեք երկու մոտով ընգած սեղի փոսը։ Դուք բողոքում եք։ Ամեն օր, օրեկան 5-6 անգամ, ամեն անգամ 4-5 րոպե անջատում է ինտերնետը։ 4 ամիսա որ հերթագրված եմ, ես արդեն յուքումից գուշացել եմ, որ միջև շաբաթվա վերջ, այդեն շարունակվելու դեպքում, եթե չկարգավորեցիք, ես դուրս եմ գալու պայմանագրի ձեր հետ։ Պայմանագրով դու պարտավորություն ես, դու էլ ունես։ Դու պարտավորություն ես ինձ ապավեց անխափան ինտերնետով, որակյալ ինտերնետով, բայց դու ինձ անջատում ես։ Ես դուրս եմ գալու, եթե անգատ բողոքի, ասի գոտեր կմտնեմ դատան, բարոյակը վնասել կպահանջեք քեզնից։ Հիմա տեսնենք ինչ կլի։ Այդ է մեր կյանքը։ Բայց ինչի պետք է ես իմ ներվերը քայքեմ դες հասարակ հարցերով։ Եթե դու յուքում ինտերնետ ես բացել, ուզում ես փող աշխատես, այդ անորակ աշխատանքով ու մնաք եթե յուքում են չէ վերաբերվում, ընդհանրապես մեր բոլոր հայ գործարաններն է վերաբերվում։ Կներեք էլի։ Բիզնեսը նրա համար չի, որ մենակ նստեք փողը տաշեք վերցնեք մարդկանցից, այն նրա մարդկանց հոգ տանեք, մարդկանց մասին մտածեք, որակյալ ապրանք արտադրեք, որակյալ ծնունդ արտադրեք, որակյալ ծառայություններ մատուցեք։ Այդ դեպքում հեծի շուրջ իրականացվող այս գործառույթները ինչպես եք բացատրում։ Պետությունը ճիշտ է վարվում։ Նորից իշխանությունների այդ ժողովրդավարություն։ Այդ իշխանություններն է մեղավոր, ինքը պետք է վերացրած դներ։ Վերահսկողություն չի եղել։ Վերահսկողություն, կարող է վերահսկողություն կա, բայց ուրիշ առումով։ Լավ, հետևենք զարգացումներին, պարոն Հուշանյան, շնորհակալություն եմ հայտնում այսօր մեր տաղավարում լինելու համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։